Ոնց է բաժանվում այսօր ընտրակաշառքները օրինակ ՔՊ-ի կողմից։ Ըստ մեր տեղեկությունների, որը մենք այս պահին ստուգում ենք եւ փաստեր ենք ուզում ձեռք բերենք, ես ինչ որ սա ասում եմ, սա ուղղակի տեղեկություն է։ Իսկ տեղեկությունը ասում է հետեւյալը. Եվրոպացիները հատկացնում են գրանտ Հայաստանում դեմոկրատիայի համար, որը չկա, մենք բոլորս հասկանում ենք։ Ինչ են անում բանկերը։ Այս պահին մենք գիտենք 4 բանկի անուն, որտեղ խմբեր են ստեղծված։ Կանչում ենք հարտատերին, ասում ենք, եթե քվեարկես սրա օգտին, քարտիդ վրա 100,000, 150,000 դրամ գումար կնստեցնենք։ Նոր ընտրակաշառքների ձևա կա նման տեղեկություն։ Դե տղա եք, եթե դուք չեք դա, գնացեք եւ ստուգեք այդ բանկերը։ Ստուգեք բանկերը։ Ինչ հիմքերով են գումարները տալի հենց այնպես քարտատերին։ Սենց ոնց որ ոչ մեկ փող չի բաժանում։ Քաղաքական գործիչը փող չի բաժանում։ Այդ շտաբի ներկայացուցիչները չեն կանչում մարդուն, ասում են փող տուր։ Ինչի համար։ Բանկը կանչում է, ասում է իրանց օգտին քվեարկես, քարտիդ վրա գումար կնստի։ Ոչ մեկ չի իմանում։ Մեզ սրա մասին ահազանգել է մեր բարեկամներից մեկը, որին այդ թվում կանչել են չիմանալով, որ այդ մարդը մեր տղաներից մեկի բարեկամն է։ Մենք փաստերը հավաքում ենք եւ ես ուզում եմ ասել, որ նույն սխեման կիրառվել է Մոլդավիայում։ Փողը փողոցում չեն բաժանում։ Ոնց որ ասենք, մի մաս ասենք, չգիտեմ, բաժանել են թե չէ, բայց բաժանելուց բռնվել են, ընդ տասնյակից ավել մարդիկ կան բռնված, չէ, սրանք ուրիշ ձև են անում։ Սրանք բանկերի միջոցով աշխատում են։ Ու բանից պարզվում է, որ այդ սխեման այդ թվում էս մի տարի է Հայաստանի Հանրապետությունում աշխատում է եւ համայնքապետերի ընտրությունների, ասենք այդ տարածքային ընտրությունների ժամանակ նույնպես կիրառվել է։ Գումարը գալիս է քարտի վրա։ Դա մենակ տեսնում է հարկայինը լավագույն դեպքում։ Մեկ էլ գիտի բանկը։ Դու չես կարա դա տեսնես, չես կարա տեսնես, որ մարդը հանդիպ, մարդը գնում է բանկ, ինքը այդ բանկում ասենք քարտ ունի, հաշիվ ունի։ Գնում է բանկ, ոչ մեկ չի կասկածում։ Ու նման ձևի աշխատելը հակապետականն է։ Ես ուզում եմ ասեմ, արդեն փրփուրներից են բռնվում, իրենք չեն լինելու ժողովուրդ։ Ես ուզում եմ այդ բանկիրներն էլ, մենք անունները այդ բանկերի գիտենք, ես ուղղակի հիմա չեմ ասում։ Միայն նրա պատճառով, որ ես ուզում եմ փաստը ունենամ, հետո կներկայացնեմ։ Կա 4 հոգու անուն ազգանուն եւ կոնկրետ բանկի 4 բանկի անունները մենք այս պահին ունենք, ուղղակի այդ մարդիկ էլ երևի թե պիտի պատրաստվեն, գուցե իրենք խոսեն։ Ես սա ուղղակի զգուշացնում եմ բանկիրներին։ Այսօր հարկայինը իրանցն է, վաղը հարկայինը մերն է։ Այսօր ԱԱԾ-ն իրանցն է, վաղը ԱԱԾ չի լինելու, ես դա արդեն ասել եմ, եւ զբաղվելու են ուրիշ մարմիններ ձեզանով բոլորով։ Վերաբերվում է այն քննիչներին, այդ քննչականի պետի գլխավորությամբ, որ նկարչությամբ են զբաղված։ Այսօր Նիկոլը կա, վաղը չկա, չի լինելու ժողովուրդ ջան, չի լինելու։ Մի կաշառեք, ով որ փող ա ուզում աշխատի, մեր մոտ չգաք, չենք ուզում։ Մենք փող չենք տալի, չենք էլ բաժնում։ Ով որ ուզում է համ փող վերցնի, համ ալիվի մի տեղը պատճի, գնացեք ՔՊ-ի մոտ։ Այնտեղ հերթագրված են, տեսեք, հերթով արդեն Բաքու են ուզում գնան, որ այդ համբույրները անեն։ Ընտրեք 15 համար եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ընտրեք։